Nike, Adidas, New Balance, այս կազմակերպությունները, որոնք որ արդեն ունեն վաղեմի պատմություն ու շատ տարիներ իրենք արտադրում են սպորտային կոշիկներ, 2010 թվականից ունեն մի հատ շատ հզոր մրցակից։ Երբ համաշխարհային բրենդները հրավիրում էին համաշխարհային աստղերի, որոնք որ կհագնեն իրենց կոշիկները սպորտային ու կնկարահանեն տարբեր գովազդային հոլովակներում, նա նույնպես հրավիրեց համաշխարհային աստղի Ռոջեր Ֆեդերերի, բայց ոչ թե գովազդային որպես կերպար, այլ համասեփականատեր, դարձավ ավտոմատ ոչ միայն բրենդի դեսպանը, ամբասադորը, այլ նաև մշտական կրողը ու համասեփականատերը։ Իսկ 2025 թվականին Ռոջեր Ֆեդերերը առաջարկեց, որ պետք է ստեղծել մի հատ այնպիսի գովազդային հոլովակ, որը մասամբ գոնե կլուծի այն խնդիրը, մասնավորապես ինչը վերաբերվում է հենց անվան ճիշտ արտաբերմանը, որովհետև շատ-շատերը անվանում էին QS, QN, իսկ բրենդը կոչվում էր On Running։ Ու 2025 թվականի Սուպերբոլի ժամանակ հրապարակեց On Running-ը իր գովազդային հոլովակը, որտեղ որ Ռոջեր Ֆեդերերը եւ Սեզամ փողոցի հերոս Էլիոնը նստած բացատրում են հեռուստադիտողին, թե ինչպես է պետք ճիշտ անվանել այդ բրենդը։ Այսքանը On Running-ի մասին ու թե ինչպես կարողացավ բրենդը իր, այսպես ասած, ճակերտավոր թույլ կողմը անվանման սխալ արտաբերումը օգտագործել որպես հետաքրքիր գործիք առաջխաղացման համար։